Գյորջյան Կասկադ, 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։ Պարոն Ոսկանյան, քննարկենք իրականում այսօր Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Դուք այսպես շատ լավ կամ շատ տիպիկ, այսպես ասեմ, ձևակերպում եք արել, որ Իրանը օգտագործում է տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով զսպում մեթոդաբանությունը։ Մի հատ փորձենք հասկանալ, այդ ինչ մեթոդաբանություն է, որովհետև վերջին հաշվով Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները իրենց ուղղակի եւ անուղղակի ազդեցությունը կունենան Հայաստանի Հանրապետության վրա։ Ինչ սպասենք։ Շնորհակալություն, նախ փորձեմ ներկայացնել իրավիճակը, պարզ է, որ Իրան-ամերիկյան հարաբերությունները ուղղակիորեն ազդելու են նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, նաև Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների վրա, հետևաբար Իրան-ամերիկյան այս ողջ գործընթացը ոչ միայն հետաքրքիր է Հայաստանին որպես Իրանի հարևան պետություն եւ Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերություն ունեցող երկիր, այլ հետաքրքիր է հենց առաջին հերթին մեր շահերը հաշվի առնելով։ Եթե վերցնենք վերջին օրերի զարգացումները, ապա երկու փուլ տեղի ունեցավ, դրանք բանակցություններ չի կարելի կոչել, տեղի են ունեցել շփումներ, անուղղակի շփումներ Օմանի միջնորդությամբ, այսինքն Միացյալ Նահանգների պատվիրակությունը եւ իրանական պատվիրակությունը դեմ դիմաց չեն հանդիպել, դա իրականացվել է Օմանի արտգործնախարարի միջնորդական առաքելությամբ, ուստի մենք դեռևս չունենք բանակցություններ որպես այդպիսին դասական իմաստով։ Բայց քննարկումներ կան եւ իրանական կողմը առաջ է մղում բանակցությունների միայն մեկ օրակարգ Իրանի միջուկային ծրագիրը սեփական կարմիր գծերով, որը ենթադրում է, որ Իրանը պետք է ունենա խաղաղ միջուկային ծրագիր, Իրանը պետք է իրականացնի ուրանի հարստացում, Իրանը արդեն իսկ արկա հարստացված ուրանի պաշարը, հատկապես 60% հարստացման ենթարկված ուրանի պաշարը որևէ պարագայում երկրից դուրս չի հանելու, չի տանելու որևէ երրորդ երկիր, եւ դրա դիմաց իրանական կողմը ըստ էության պահանջում է պատժամիջոցների ամբողջական չեղարկում եւ չի պատրաստում քննարկել հրթիռային ծրագիրը, տարածաշրջանում իր արբանյակ ուժերի հետ հարաբերությունների խնդիրը, Հիզբալլահ, Հութիներ եւ այլն։ Ոստի բանակցային գործընթացը այս համատեքստում է, բայց բանակցային գործընթացին զուգահեռ մենք ունենք նաեւ ռազմական հռետորաբանություն եւ ռազմական ոչ թե բախում, այլ ռազմական տեղաշարժեր։ Իրանական կողմը իրականացնում զորավարժություններ, Միացյալ Նահանգները ավիակիր է ուղարկել իրանական ջրերի մոտակայքում, իրանական ջրերի տարածք չի մտել ավիակիրը, բայց երկրորդ ավիակիրն է գնում ըստ էության տեղի են ունենում հռետորաբանական փոխհրաձգություններ, թե Միացյալ Նահանգների նախագահն է սպառնալից հռետորաբանությամբ խոսում, թե Իրանի հոգևոր առաջնորդը եւ ոստի հաշվի առնելով այս ամենը մենք գործ ունենք մի գործընթացի հետ, որտեղ բանակցային, ասեմ այսպես կամ շփումների ֆորմատը զուգադրվում է ռազմական որոշակի գործողություններով, կրկնեմ դա բախում չէ, գործողությունների յուրաքանչյուր կողմը իրականացնում է սեփական ուժերով եւ նաեւ տեղի է ունենում ռազմական սպառնալիքի ճնշման մեթոդաբանության որոշակի գործընթաց բանակցային տրեքի վրա։ Եթե փորձենք իրանական կողմի դիրքորոշումները հասկանալ, ապա ակնհայտ է, որ իրանցիները գիտակցում են, որ գործում են աշխարհի թիվ 1 գերտերության հետ եւ աշխարհի ամենահզոր եւ ամենաթանկ բանակի հետ։ Հետևաբար Իրանը փորձում է գործել ասիմետրիկ անզուգաչափ մեթոդաբանությամբ եւ քանի որ դիցուկ ավիակիրների մակարդակում, օդային տարածքի վերահսկողության մակարդակում չի կարող մրցակցել Միացյալ Նահանգների հետ, հստակորեն արձանագրում է, որ եթե հանկարծ տեղի ունենա բախում, այս բախումը տարբեր է լինելու նախորդ դիցուկ բախումից, երբ տեղի ունեցավ խորհրդանշական ըստ էության հարված կատարում տեղակայված ամերիկյան ռազմակայանին եւ Իրանը այդ բախումը վերածելու է տարածաշրջանային պատերազմի, թիրախավորելով Միացյալ Նահանգների ողջ ռազմական ենթակառուցվածքը մերձավոր արևելքի ամբողջ տարածքով ներգրավելով այդ գործընթացում իր արբանյակ ուժերին մերձավոր արևելքի տարբեր տարածաշրջաններում եւ այս իմաստով օգտագործում է սեփական գործիքակազմը։ Ինչով է այս ամենը հանգում մեզ դիվանագիտական ձևակերպումներում նույնիսկ ես չեմ կարծում, թե շատ մեղմություն կա, եթե հայտարարվում է, որ անհանգստություններ կան կապված այդ ճանապարհի հետ, եւ ըստ էության ես կարծում եմ նույնիսկ Հայաստանում նրանք, որոնք որոշումներ են կայացնում, իրենք էլ լավ չեն պատկերացնում ինչ է լինելու այդ տրիպ անվանվող ճանապարհը։ Առավել եւս մենք չենք կարող լավ պատկերացնել, առավել եւս դրա փաստաթղթային հենքն էլ շատ տարօրինակ ձևակերպումներով է սկսվում ստորագրվածը կամ չգիտեմ այս հայտարարությունը կամ կոնկրետ փաստաթուղթը չունի իրավական ուժ կողմերի համար
այսինքն ըստ էության սահմանվում են ինչ-որ շրջանակներ, հետևաբար իրանական կողմն չի կարող լավ հասկանալ, թե ինչ գործընթացի հետ իրենք կարող են առերեսվել այս հանգամանքը հաշվի առնելով։ Հարաբերությունների համատեքստում, հայ-իրանական հարաբերությունների համատեքստում անկեղծությունը շատ կարևոր հանգամանք է։ Եթե ներերկրային, չգիտեմ, ներհայաստանյան զարգացումներում կարելի է մանիպուլյացիաներով ինչ-որ խնդիրներ լուծել, այն էլ կարճաժամկետ, ապա միջպետական հարաբերություններում դա ոչ միայն չի աշխատելու, այլ նաև խիստ վտանգավոր է եւ խիստ ռիսկայնություն ունեցող հանգամանք է։ Հետևաբար կարծում եմ իրանական կողմի հետ պետք է խոսել անկեղծ եւ ներկայացնել անկեղծ իրավիճակը, եթե այդ իրավիճակի հեռանկարը հասկանալի է նաև այն մարդկանց համար, որոնք պետք է իրականացնեն այդ գործընթացը, ես կարծում եմ, որ իրենց համար էլ հասկանալի չէ։ Համենայն դեպս մեզ որևէ մեկը հասկանալի կերպով չի բացատրում դա։